3 հոկտեմբերի երեկո 1915 թվականին, երբ Երևանի ողջ քաղաքը պատրաստվում էր հրաժեշտ տալ իր սիրելի որդուն Հովհաննես Զանազանյանին, հոգեբուժարանի մուտքի դռան առջև կանգնած էր մի տղամարդ, ծանրակշիռ թղթապանակով ձեռքին։ Նրա դեմքը ծածկված էր խորը շապկայով, իսկ աչքերը այնպիսի ցավով, որ Պահակն անգամ վախեցավ հարցնել անունը։ Տղամարդը շշուկով ասաց միայն մեկ բառ՝ Լևոն։ Երբ բժիշկները վազեցին դեպի երրորդ հարկը, առեղծվածային այցելուն արդեն չկար։ Միայն հատակին մնացած էր հին լուսանկար երկու տղաներ ֆուտբոլային միավորումով, գրելով թվականը՝ 1959։ Ո՞վ էր այդ մարդը, որը հենց մահվան օրվան նախորդող գիշերը փնտրում էր Հովհաննեսի անհետացած եղբորը։ Ինչու էր նա դողում, երբ արտաբերում էր Լևոնի անունը։ Եվ ամենակարևորը, ինչու բոլորը լռեցին, երբ լուսանկարում տեսան երկու եղբայրների դեմքերը։ 59-րդ թվականը Երևանում սկսվեց հույսով։ Սպարտակի ֆուտբոլային դպրոցը բացեց դռները երկու տղաների համար, որոնք ամեն առավոտ վազում էին դեպի մարզադաշտ, ձեռք ձեռքի տված։ Հովհաննես և Լևոն Զանազանյաններ։ Նույն արյունը, նույն երազանքը, նույն անխոնջ հրով աչքերում։ Մարզիչ Քաջար Փոլադյանը հիշում էր, որ երբ առաջին անգամ տեսավ նրանց, մտածեց. սրանք ծնված են փառքի համար։ Հովհաննեսը բարձրահասակ, սրընթաց, կարծես արծիվ, որը հետապնդում է դաշտում բոլորին։ Լևոնը ավելի մռայլ, ավելի խորամանկ, գիտեր տեսնել խաղը 5 քայլ առաջ։ Բայց դեռևս այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ այդ երկու տղաների ճակատագրերը կտարանջատվեն այնպես, կարծես անտեսանելի մկրատ կտրեց նրանց ընդհանուր ապագան։ Դպրոցի առաջին ամիսներին նրանք անբաժանելի էին։ Տեղական երեխաները հիշում էին, թե ինչպես եղբայրները միասին վարժվում էին մթության մեջ, երբ ողջ քաղաքն արդեն քնած էր։ Փողոցային լամպի լույսի ներքո Հովհաննեսը փոխանցում էր գնդակը, իսկ Լևոնը ընդունում, մի շարժումով, որը կարծես պարային քորեոգրաֆիա էր։ Մայրը, Մարիամ Զանազանյանը, նայում էր պատուհանից և լաց էր լինում, ոչ թե դժգոհությունից, այլ հպարտությունից։ Նա գիտեր, որ նրա որդիները ծնված են մեծությունների համար։ Բայց արդյոք նա գիտեր այն ահավոր ճշմարտությունը, որը կծածկվեր տասնամյակներով հետո։ Նա տարավ այդ գաղտնիքը իր հետ գերեզման։ Փոլադյանը սիրում էր երկու եղբայրներին հավասարապես, բայց նույնիսկ նա նկատում էր, որ Լևոնի մեջ կար ինչ-որ մռայլ տագնապ։ Եղբայրը երբեմն կանգ էր առնում մարզման մեջ և հայացքը կորչում էր հեռվում, կարծես տեսնում էր ինչ-որ բան, որը ուրիշներին անտեսանելի էր։ Երբ մարզիչը հարցնում էր ամեն ինչ լավ է, Լևոնը միշտ պատասխանում էր նույն կերպ. այո, ամեն ինչ լավ է, պարոն մարզիչ։ Բայց նրա ձայնի մեջ կար մի դողացող նոտա, որը դավադրում էր, որ ոչինչ լավ չէ։ Իսկ Հովհաննեսը, նա անտեսում էր եղբոր խավարը։ Նա վազում էր դեպի լույսը, դեպի փառքը, դեպի այն ապագան, որը սպասում էր նրան բաց բերանով։ 59-րդ թվականի աշնանը, երբ Սպարտակի թիմը պատրաստվում էր իր առաջին մեծ խաղին, Լևոնը հանկարծ չհայտնվեց մարզման։ 1 օր, 2 օր, 7 օր։ Փոլադյանը հարցրեց Հովհաննեսին. որտե՞ղ է քո եղբայրը։ 12 տարեկան Հովհաննեսը նայեց մարզչի աչքերը և ասաց ինչ-որ բան, որը երբեք չգրվեց պաշտոնական արձանագրություններում։ Նա ասաց. Լևոնը գնաց այնտեղ, որտեղից երբեք ոչ ոք չի վերադառնում։ Ինչ նշանակում էր այդ խորհրդավոր արտահայտությունը։ Խոսքը հոգեբուժարանի մասին էր, թե ավելի սարսափելի տեղի։ Եվ ինչու, երբ հարցրին մոր, Մարիամը խլեց լուսանկարը պատից և այրեց այն բակում, լրջագույն լռության մեջ։ Բայց պատմությունը չդադարեց։ Հովհաննեսը շարունակեց մարզվել, կարծես ոչինչ չէր եղել։ Նա վազում էր ավելի արագ, հարվածում ավելի ուժեղ, խաղում ավելի չարագետ։ Կարծես Լևոնի անհետացումը նրան չէր ցավեցրել, այլ ավելի ուժեղացրել, ակտիվացրել։ Կարծես նա երդվել էր ապրել երկուսի համար։ Թիմակիցները նկատում էին, որ երբեմն, երբ Հովհաննեսը գոլ էր խփում, նա բարձրացնում էր երկու մատը դեպի երկինք։ Ում համար էր այդ ժեստը։ Աստծո համար, թե անհետացած եղբոր հոգու համար։ Փոլադյանը երբեք չհարցրեց։ Կային հարցեր, որոնք Խորհրդային Միությունում ավելի լավ էր չտալ։ Տարիները անցան։ Հովհաննեսը մեծացավ և դարձավ այն, ինչ բոլորը գուշակում էին՝ գերաստղ։ Բայց Լևոնը։ Լևոնի անունը բոլոր ֆեդերացիայի արխիվներից ջնջվեց։ Կարծես նա երբեք չէր եղել։ Կարծես այդ տղան երկու տղաների լուսանկարում շապիկով եռան 56 թիվով միայն ուրվական էր, որը ստեղծվել էր մի լուսանկարչի սխալով։ Բայց քաղաքի հին բնակիչները հիշում էին։
Նրանք շշուկներով պատմում էին մի պատմություն, որը երբեք չհասավ թերթերի էջերին։ Պատմություն մի ընտանիքի մասին, որը զոհաբերեց մեկին փրկելու համար մյուսին։ Եվ պատմություն մի տղայի մասին, որի անունն արտաբերելը դարձավ արգելված, նույնիսկ սեփական տան ներսում։ Բայց ինչ պատահեց իրականում 59-րդ թվականի այն սառաաշնան օրը, երբ Լևոն Զանազանյանը վերջին անգամ դուրս եկավ Սպարտակի դպրոցից։ Ով էր այն մարդը, որը սպասում էր նրան դուրս։ Եվ ինչու, երբ տարիներ անց լրագրողներն փորձեցին հարցնել Հովհաննեսին նրա եղբոր մասին, լեգենդար ֆուտբոլիստը լռեց այնպիսի լռությամբ, որը ավելի ահեղ էր, քան ցանկացած գոչյուն։ 243 խաղ Արարատի համար, 4 գոլ օլիմպիական խաղերում Մյունխենում 1972 թվականին, որտեղ խորհրդային թիմը վերցրեց բրոնզ մեդալ։ 1973 թվականին ՍՍՀՄ չեմպիոն։ Հովհաննես Զանազանյանի անունը փորագրված էր խորհրդային ֆուտբոլի պատմության ոսկե էջերում։ Նրան տվեցին բնակարան Երևանի կենտրոնում, մեքենա, Վոլգա, որին ոչ ոք իրավունք չուներ նայել, ուղարկեցին գործուղումների Եվրոպա և ստացավ այնպիսի աշխատավարձ, որը 3 միջին ընտանիքների համար բավական կլիներ մեկ ամսում։ Երբ նա քայլում էր Երևանի փողոցներով, մարդիկ կանգ էին առնում, երեխաները վազում էին ավտոգրաֆի համար, իսկ կանայք շուշուշուկներ էին փոխանակում, կարծես կինոաստղ տեսան։ Բայց 1915 թվականի հոկտեմբերի 4-ին, երբ նրա մարմինը դրվեց գերեզմանատանի պատվավոր տարածքում, ըստ անհաստատ վկայությունների, նրա ժառանգած ունեցվածքի մասին գրեթե ոչինչ չմնաց։ Ինչպես մի մարդ, որը 30 տարի վաստակում էր զանգվածային հարստություն, կարող էր մեռնել ավելորդ հանունով գրքում և դատարկ գրպանով։ Բայց գումարի անհետացումը միայն մի խնդիր էր։ Ավելի մեծ հարցադրում էր. որտեղ էր Լևոնը։ 4 հոկտեմբերի արարողության ժամանակ, երբ ողջ հայկական ֆուտբոլի աշխարհը հավաքվել էր հրաժեշտ տալու իրենց հերոսին, հրապարակային մահախոսականներում և հուշագրություններում Լևոնի անունը չհանդիպեց։ Լևոն Զանազանյանը, որը 59-րդ թվականին միասին մտել էր Սպարտակի դպրոց իր եղբոր հետ, այժմ չկար նույնիսկ գերեզմանի մոտ։ Հայկական ավանդույթում եղբայրն անհետ լինելը դագաղի մոտ ավելի քան անհարգանք է։ Դա նշանակում է, որ մի բան այնքան սարսափելի է պատահել, որ նույնիսկ արյունային կապը պատռվել է ավելի վատ, քան հին քերթած թղթի կտոր։ Հայ մարդու համար ընտանիքը սուրբ է, բայց ինչպես հավատալ սրբության, երբ մի եղբայր թաղվում է պատվի միջավայրում, իսկ մյուսը թաքնված է անվանումից։ Փորձեցին գտնել պատասխաններ։ Լրագրող Արթուր Մանուկյանը, որը ամբողջ կյանքը նվիրել էր Հովհաննեսի պատմությանը, ասաց, որ երբ հարցրեց ընտանիքին Լևոնի մասին, նրան բռնկված հայացքներով նայեցին և խնդրեցին լքել տունը։ Կինը, Լուսինե Զանազանյանը, ասաց միայն. մեր ընտանիքում երբեք չի եղել Լևոն։ Իսկ որբերը, 2 հասուն տղաները, որոնք պիտի պահպանեին հոր հիշողությունը, լռեցին այնպիսի կատաղի լռությամբ, որը բացատրություններից ավելի սարսափելի էր։ Կարծես անունը միայն արտաբերելը կարող էր բերել դատապարտություն ամբողջ ընտանիքին։ Բայց ինչի դատապարտություն։ Ինչ էր արել Լևոնը, որ նրա անունը դարձավ անեկություն, որը պետք է ջնջել սեփական սրտից։ Ֆեդերացիայի արխիվները ևս լռում էին։ Երբ հետազոտողները փնտրեցին Լևոն Զանազանյանի անունը 59-րդ թվականից հետո, կարծես նա անհետացել էր մթության մեջ։ Ոչ մի գրանցում մարզումների ժամանակացույցում, ոչ մի լուսանկար թիմային հավաքածուներում, ոչ մի հիշատակում թերթերում կամ ամսագրերում։ Միայն մի փոքր արձանագրություն։ Դեկտեմբերի 5, 1959։ Լևոն Զանազանյան հեռացավ դպրոցից անձնական պատճառներով։ Անձնական պատճառներ։ 2 բառ, որոնք ծածկում էին մի ողջ կյանքի մարում։ Հովհաննեսի հարստության հարցը նույնպես մնում էր առեղծված։ Բոլորը գիտեին, որ խորհրդային աստղային ֆուտբոլիստը ստանում էր զգալի գումարներ աշխատավարձից, պարգևներից, գովազդային նկարահանումներից։ 1979 թվականից մինչև իր մահը նա եղավ Արարատի կապիտանը, աշխատում էր դասախոսի պաշտոնում, մարզիչ երիտասարդների համար։ Բայց երբ նրա տարեց կինը բացեց պահարանը վախճանից հետո, այնտեղ չկար ոչինչ։ Ոչ թանկարժեք զարդեր, ոչ խնայողություններ, ոչ թղթեր, որոնք կարող էին հավաստել սեփականություն։ Ոչ մի վկայագիր, որ ապացուցեր տարիների աշխատանքը թողել էր նշույլ։ Միայն մի հին լուսանկար, թղթե ծրարում, որն ապահովագրված էր ճկունքով, 2 տղաներ, որոնք նայում էին դեպի տեսախցիկ նույն երազանքով աչքերում։ Վկաները ասացին, որ Հովհաննեսը վերջին տարիներին տարօրինակ էր վարվում։
Նա սկսեց խուսափել հանրային միջոցառումներից, հրաժարվեց հարցազրույցներից, անջատեց հեռախոսը երբեմն շաբաթների համար։ Հարևանները լսում էին վեճեր տնից, բարձր ձայներ, որոնք գիշերային լռությունը պատռում էին ինչպես դանակ։ Մի անգամ ոստիկանությունը եկավ լուրեր ստանալու ընտանեկան խնդիրների մասին, բայց երբ նրանք հասան դուռը, Հովհաննեսը ժպտաց այն հին փայլուն ժպիտով եւ ասաց. «Ամեն ինչ հրաշալի է, պարոն Սպա, պարզապես հեռուստացույցներ բարձր»։ Բայց հարևանները գիտեին, որ դա ստեր էր։ Նրանք լսել էին մի անուն, որը հնչում էր կրկին եւ կրկին, կարծես մի անեծք. Լևոն, Լևոն, Լևոն։ Եվ հետո էր եկել այն տարօրինակ այցելուն, մահվան նախորդող գիշերը։ Տղամարդը թղթապանակով, որը փնտրում էր Լևոնին հոգեբուժարանում։ Ովքեր էին այդ մարդիկ, որոնք տասնամյակներ անց դեռևս փնտրում էին անհետացած եղբորը։ Եվ ինչու, երբ լրագրողները փորձեցին մուտք գործել այդ հոգեբուժարանը, նրանց ասացին, որ բոլոր արխիվները մինչև 1970 թվականը ոչնչացվել են հրդեհի պատճառով։ Հրդեհ, թե պլանավորված ջնջում։ Ովքեր ուզում էին, որ Լևոն Զանազանյանի հետքերը երբեք չգտնվեն։ Հովհաննեսի դագաղի մոտ կանգնած մարդիկ ոչ ոք չէր խոսում Լևոնի մասին, բայց բոլորը մտածում էին նրա մասին։ Հոգեմտավորականը, որը կարդում էր աղոթքները, ասաց. Հովհաննեսը այժմ վերամիավորվել է իր սիրելիների հետ երկնքում։ Բայց արդյոք նա վերամիավորվեց Լևոնի հետ, թե նույնիսկ մահից հետո եղբայրները մնացին բաժանված այն չարիքով, որը մարդկային խոսքերը չեն կարող նկարագրել։ Եվ ամենասարսափելի հարցը, որը ոչ ոք չարտաբերեց բարձրաձայն. ապրում է Լևոնը դեռևս, թաքնված ինչ-որ տեղ, որտեղ նրա անունը հավերժ մոռացության է դատապարտված։ Մի քաղաք, մի ընտանիք, երկու պատմություններ։ Հովհաննեսի պատմությունը բոլորը գիտեին. փառք, գոլեր, մեդալներ, հոսող շամպայն հաղթանակի հետո։ Բայց Լևոնի պատմությունը, դա էր աշխարհը, որը շնորհվել էր մութ անկյունում, որտեղ լույսը երբեք չէր ընկնում։ Ըստ մի վարկածի, որը տարածվում էր հետազոտողների շրջանում, Զանազանյանների ընտանիքում կարող էր լինել մի բան, որը սառեցրեց արյունը։ Երկու բնակարան։ Բոլորը գիտեին Հովհաննեսի բնակարանի մասին կենտրոնում, հարկերով, որոնք փայլում էին, ճաշասենյակով, որտեղ կախված էին նկարներ հանրապետության ղեկավարների հետ։ Բայց բացահայտվեց նաև մեկ այլ հասցե. Նորք թաղամաս, հին բազմաբնակարան շենքի 3-րդ հարկ, որտեղ Հովհաննեսը տանում էր մարդկանց, որոնց մասին նա երբեք չխոսեց։ Արդյոք Լևոնը ապրում էր այնտեղ։ Թե դա էր հանդիպումների վայրը ինչ-որ գաղտնիքի համար, որը ավելի խոր էր, քան արյունը։ Հարևանները Նորքում հիշում էին մի տարօրինակ տեսարան, որը կրկնվում էր տարեցտարի։ Գիշերային ժամը, երբ քաղաքը քնած էր, մեքենա մեկը, սևագույն Վոլգան, կանգ էր առնում շենքի մոտ։ Երկու մարդիկ դուրս էին գալիս, մեկը բարձր, ճանաչելի, այդ էր Հովհաննեսը, իսկ մյուսը ավելի փոքր, ծածկված երկար վերարկուով, որը ծածկում էր նրա դեմքը։ Նրանք մտնում էին շենք, 3 ժամ անց դուրս էին գալիս, եւ փոքր մարդը տարված էր դեպի մեքենա այնպիսի զգուշավորությամբ, կարծես նա փշրվող զինվորություն էր։ Ո՞վ էր այդ մարդը։ Եղբայրը, որին ընտանիքը շղթել էր, թե ուրիշ ինչ-որ մեկը, ինչ-որ գաղտնիքի մասնակից, որի գոյությունը պետք է մնար թաքնված սովորական աշխարհից։ Բժիշկ Արմեն Հովհաննիսյանը, որը տասնամյակներ աշխատել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում, մի օր համաձայնեց խոսել, պայմանով, որ նրա անունը չհրապարակվի։ Նա ասաց, որ 59-րդ թվականից հետո այնտեղ բերվեց մի 13 տարեկան տղա, խիստ ագրեսիայով եւ հալուցինացիաներով։ Նրան պահեցին մեկուսի պալատում 10 տարի։ Նրա անունը երբեք չհրապարակվեց, նույնիսկ բժշկական քարտում նրան անվանում էին միայն հիվանդ 37։ Բժիշկը հիշում էր, որ տղան մշտապես մրմնջում էր մի բառ. հովո, հովո, հովո։ Դա էր Հովհաննեսի տնային անունը, այն անունը, որը միայն ընտանիքը գիտեր։ Եվ հետո 10 տարի անց հիվանդությունը թեթևացավ, տղան ազատվեց եւ նրան տարան անհայտ հասցե։ Բժիշկ ասաց, որ ճակատագրի խաղացուկով ազատման ամսաթիվը նշված էր որպես դեկտեմբեր 31, 1969, նույն թվականը, երբ Հովհաննեսը իր առաջին պաշտոնական խաղը խաղաց Արարատում եւ դարձավ աստղ։ Հավանականությունը չկա, որ դա պարզապես պարահականություն էր։ Մի եղբայր փակվում է հոգեբուժարանում, իսկ մյուսը բացվում է աշխարհին։ Մեկը թաքնվում է ստվերում, իսկ մյուսը փայլում է լույսի մեջ։ Կարծես երկու եղբայրների բախտերը կախված էին մի անտեսանելի կշռոցից, որտեղ մեկի վերելքը նշանակում էր մյուսի անկում։ Բայց ով էր որոշում այդ կշռումը։ Ծնողները,
որոնք պետք է սիրեին երկու որդիներին հավասար։ Մարզիչները, որոնք տեսել էին տաղանդը երկուսում։ Թե պետությունը, որը որոշում էր մեկ հերոսը բավական է, իսկ մյուսը պետք է լինի զոհաբերվածը։ Արխիվներում գտնվեց նաև մի այլ փաստաթուղթ, որը լույս սփռեց սարսափելի իրականության վրա։ 59-րդ թվականի նոյեմբերին պարզվեց Սպարտակի դպրոցում եղել է ինսպեկցիա կենտկոմից։ Նրանք ուսումնասիրում էին ընտանիքների քաղաքական անցյալը։ Զանազանյանների հայրը, Հարություն Զանազանյանը, պարզվեց, որ երիտասարդ տարիներին ունեցել էր կապեր դաշնակցականների հետ, մինչև նրանք արգելվեցին։ Ոչինչ լուրջ, պարզապես իր հորեղբորը հյուրասիրել էր, որը եղել էր կուսակցական անդամ։ Բայց խորհրդային ժամանակ նույնիսկ այդպիսի փոքր կապը կարող էր ավերել ողջ ընտանիքը։ Ինսպեկցիան ասաց Սարգիսին. երկու տղա ունես ֆուտբոլում։ Մեկը կարող է մնալ, մեկը պետք է հեռանա։ Դու ընտրես։ Ընտրել։ Որ հայր կարող է ընտրել որդիների միջև։ Բայց եթե ընտրություն չես անում, երկուսին էլ կվերցնեն։ Սարգիսը վերադարձավ տուն այդ գիշեր, եւ լաց լինելու ձայները երբեք չլսեց ոչ ոք։ Բայց հարևանները գիտեին։ Նրանք լսում էին Մարիամի ճիչերը, որոնք պատռում էին գիշերը։ Եվ հաջորդ օրվա առավոտյան Լևոնը չգնաց դպրոց։ Նրան տարան մի վայր, որտեղ նա կարող էր անհետանալ, որտեղ նրա անունը չէր կարող վնասել Հովանեսի ապագային։ Նրան զոհաբերեցին հերոսի հանուն։ Եվ Հովանեսը դարձավ այդ հերոսը, կրելով ողջ իր կյանքը ճանաչելի մեղքը, որը ոչ մի մեդալ չէր կարող լվանալ։ Բայց պատմությունը դեռ ավարտված չէր։ Երբ հետազոտողները հասան Նորքի բնակարան, որը հավանաբար պատկանում էր Հովանեսին, նրանք հայտնաբերեցին, որ այն վաճառվել էր 1999 թվականին անհայտ անձի։ Բնակարանի ներսում ոչինչ չէր մնացել։ Պարապ սենյակներ, որոնց պատերը վերներկված էին եւ հատակները մաքրված մինչև վերջին փոշին։ Բայց մի փոքրիկ դետալ։ Ննջասենյակի անկյունում, գետնի տախտակի տակ, նրանք գտան մի փոքրիկ մետաղետուփ։ Ներսում երկու բան։ Ֆուտբոլային չքացած կոշիկներ, չափս երեխայի համար, եւ մի թղթի կտոր, գրված տղայի անհամոտ գրությամբ. Ես կսպասեմ քեզ, Հովո, մինչև դու կվերադառնաս ինձ համար։ Ով գրեց այդ նամակը։ Լևոնը, որը սպասեց տասնամյակներ, եղբորը, որն երբեք չվերադարձավ, թե Հովանեսը, ում հոգին պատառված էր երկուսի միջև, աշխարհի փառքն ու եղբոր սերը։ Եվ ինչու այդ կոշիկները երբեք չհագնվեցին։ Արդյոք Լևոնը երբեք ազատ չեղավ վազելու համար, երազանքը, որ երբեմն կիսել էր եղբոր հետ։ Եվ որտեղ է նա այժմ, 66 տարի անց, երբ Հովանեսի մարմինը արդեն փոշի է դարձել։ Արդյոք դեռևս ապրում է, թաքնված ինչ-որ մութ անկյունում, մոռացված աշխարհից, մոռացված նույնիսկ սեփական ընտանիքից։ Այդ փոքրիկ մետաղետուփը եւ նրա սարսափելի պարունակությունը բացեց դուռը դեպի ճշմարտություն, որը տասնամյակներ թաղված էր լռության տակ։ Բայց ամենակարևոր վկաները չէին եղել թղթերը եւ լուսանկարները։ Ամենակարևոր վկաները եղել են այն մարդիկը, որոնք տեսել են, լսել են, բայց վախից լռել են։ Մինչև հիմա։ Նույնիսկ 1969 թվականին, երբ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում աշխատող բուժքույրերը պետք է պահպաներ բժշկական գաղտնիքները, մի կին եղել է, որը տեսել է ամեն ինչ։ Նաիրա Գրիգորյանը, 78 տարեկան կին, որը 43 տարի ծառայել է հոգեբուժական համակարգում, վերջապես համաձայնեց խոսել, երբ հասկացավ, որ ինքն էլ շուտով կմեկնի այն աշխարհ, որտեղ լռությունը այլևս չի օգնի։ Նա նստեց հետազոտողների դիմաց եւ ձեռքերը դողալով բացեց այն գիրքը, որը պահել էր ամբողջ կյանքը, օրագիրը, որտեղ գրված էր ամեն ինչ, ինչ պաշտոնական արձանագրություններում երբեք չէին թույլատրում գրել։ Նա ասաց. ես լվացել եմ նրա արյունոտ սպիտակեղենները, երբ նա ինքն իրեն հարվածում էր պատին։ Ես լսել եմ, թե ինչպես է նա գիշերներով լացում, կանչելով եղբորը անունը։ Ես տեսել եմ, թե ինչպես է Հովանես Զանազանյանը, ազգային հերոսը, գալիս գիշերային ժամերին եւ ժամերով նստում երրորդ հարկի մեկուսի պալատում, պարզապես բռնելով եղբոր ձեռքը։ Նրանք չէին խոսում։ Հովանեսը պարզապես նստում էր եւ լացում էր լուռ։ Իսկ Լևոնը նայում էր նրան այնպիսի ատելությամբ, որը ավելի սարսափելի էր, քան ցանկացած հիվանդություն։ Նայրան հիշում էր մի գիշեր, 1972 թվականի օգոստոս,
Երբ Հովանեսը վերադարձավ Մյունխենից, բրոնզե մեդալով պարանոցին, նա եկավ հիվանդանոց ուղղակի օդանավակայանից, դեռ մարզական հագուստով։ Նա բերել էր մեդալը ցույց տալու Լևոնին։ Բուժքույրը ներս թույլ տվեց նրան, չնայած այդ ժամին այցելությունները խստիվ արգելված էին։ Ով կարող էր հրաժարվել ազգային հերոսից։ Հովանեսը մտավ պալատ և դրեց մեդալը եղբոր ձեռքերում։ Լևոնը նայեց նրան վայրկյան մի քանի, հետո վերցրեց մեդալը և նետեց հատակին այնպիսի ուժով, որ այն կոտրեց պատուհանի ապակին։ Նա բացականչեց. «Քո մեդալը արյունով է ներկված, եղբայր, իմ արյունով»։ Հովանեսը ծնկի եկավ և սկսեց հավաքել ապակու կտորները, իսկ արյունը սկսեց հոսել նրա մատներից։ Բուժքույրը վազեց ներս, բայց Հովանեսը նույնիսկ չնկատեց ցավը։ Նա միայն կրկնում էր. «Ներիր ինձ, ներիր ինձ»։ Բայց նա իրան պատմեց նաև ավելի սարսափելի բան։ Երբ Լևոնին առաջին անգամ բերեցին հիվանդանոց, 13 տարեկան տղա, որը պատռում էր իր մազերը և գոչում, որ ուզում է վերադառնալ մարզադաշտ, նրա մարմնի վրա եղել են կապտուկներ։ Ոչ թե պատահական կապտուկներ, այլ մատների հետքեր, ուսերին, պարանոցին, թևերին։ Ինչ-որ մեկը բռնել էր նրան և պահել այնպիսի ուժով, որ մաշկը սևացել էր։ Բժիշկները գրել էին արձանագրություն, բայց հետո այդ էջը պատռվել էր պատմահարկից։ Ինչ-որ մեկը եկել էր և պահանջել էր ջնջել ամեն ինչ, ինչ կարող էր վկայել բռնության մասին։ Նա իրան ասաց. «Ես գիտեի, որ այդ տղային բերել էին ոչ թե բուժվելու, այլ թաքցնելու համար»։ Նա չէր խելագար։ Նա պարզապես սիրում էր ֆուտբոլը և սիրում էր իր եղբորը։ Բայց նրանք դարձրին նրան խելագար, ներարկելով այնպիսի դեղեր, որոնք ջախջախում էին նրա միտքը օրեցօր։ Ով տվեց հրամանը նույն ընտանիքի երկու տղաներին այդպես բաժանել, մեկին աստղ դարձնել, իսկ մյուսին դապապարտել կենդանի մահվան։ Քաղաքում խոսում էին նաև ուրիշ մարդիկ։ Արարատի նախկին էլեկտրիկ Սուրեն Ավագյանը հիշում էր, որ 1973 թվականին, երբ ակումբը տոնում էր չեմպիոնությունը, Հովանեսը չմասնակցեց հանրային հանդեսին։ Բոլորը կարծում էին նա հիվանդ է։ Բայց Սուրենը պատահաբար տեսավ նրան ակումբի արխիվում, երբ մուտք գործեց վերանորոգման աշխատանքների համար։ Հովանեսը նստած էր հատակին, շրջապատված հին լուսանկարներով թիմերի, և լացում էր այնպես, ինչպես տղամարդը չպետք է երբեք լար։ Էլեկտրիկը փորձեց հեռանալ անձայն, բայց Հովանեսը նկատեց և ասաց. «Գիտես, Սուրեն, ինչու եմ ես այստեղ մենակ։ Որովհետև ես չեմ արժանի տոնելուն։ Ամեն մի գոլ, որ ես խփել եմ, պատկանում է նրան, այն տղային, որը երբեք չկարողացավ վազել»։ Սուրենը չհասկացավ այդ խոսքերի իմաստը, բայց հիմա, երբ նա լսեց Լևոնի պատմությունը, ամեն ինչ տեղը ընկավ։ Մարզադաշտի նախկին մաքրուհի Ռիտա Պետրոսյանը նույնպես ունի իր հիշողությունները։ Նա ասում է, որ Հովանեսը երբեմն մնում էր մարզադաշտում, երբ բոլորը արդեն գնացել էին։ Նա վազում էր շրջապատով, բայց ոչ թե մարզվելու համար։ Նա վազում էր և խոսում ինքն իր հետ։ Ավելի ճիշտ, խոսում էր ինչ-որ մեկի հետ, ում չկար։ Մաքրուհին լսում էր բառախոսությունը. «Լևոն, եթե դու այստեղ լինեիր, մենք կխաղայինք միասին։ Մենք կդառնայինք լավագույն զույգը Խորհրդային Միության մեջ։ Դու պետք է վազեիր այն թևում, իսկ ես այստեղ։ Մենք կլինեինք անպարտելի»։ Ռիտան ասում է. «Ես հասկացա, որ այդ մարդը խոսում է ուրվականի հետ, ով նրան հետապնդում է ամեն գիշեր։ Նա չէր խմած, չէր թմրված։ Նա պարզապես կրում էր մեղքը, որը սատկեցնում էր նրան ներսից, թեև դրսից նա կարծես ամենահաջողած մարդն էր երկրում։ Այդ մարդիկ՝ բուժքույրը, էլեկտրիկը, մաքրուհին, նրանք տեսան այն, ինչ տեսախցիկները երբեք չցույց տվեցին։ Նրանք տեսան, որ Հովանես Զանազանյանը ապրում էր կրկնակի կյանք։ Հանրության համար նա էր կուռքը, հերոսը, հպարտությունը։ Բայց միայնության մեջ նա էր կործանված մարդը, որը կրում էր ողջ կյանքի ընթացքում հոգևոր տանջանք, գիտակցելով, որ իր փառքը կառուցված էր եղբոր կործանման վրա։ Արդյոք այդպիսի փառքը արժեր այն գինը, որ վճարվեց։ Եվ ով իրականում ստացավ այդ վճարումը՝ եղբայրները, ծնողները, թե համակարգը, որը որոշում էր, ով է արժանի լույսին և ով է դատապարտված մթության։ Բայց ամենասարսափելի մասը դեռ առաջ էր։ Բժշկական տեղեկատուները, որոնք նա իրան պահել էր իր անձնական արխիվում, ապօրինի, բայց համարձակ քայլ, պարունակում էին տվյալներ, որոնք կարող էին սասանել ողջ պատմությունը հիմքից։ Լևոն Զանազանյանի իրական ախտորոշումը երբեք չի եղել սկիզոֆրենիա կամ հալուցինացիաներ։
Նաիրայի պահած փաստաթղթերը թույլ էին տալիս կասկածել, արդյոք Լևոնի իրական վիճակը եղել է թունավորում, դեղերով, որոնք հնարավոր է դիտավորյալ տրվել էին նրան, մտավոր անկում առաջացնելու համար։ Եթե դա ճիշտ էր, ապա սա չէր բուժում։ Սա կարող էր լինել սպանություն, դանդաղ, պլանավորված, պետական մակարդակում։ Երբ Նուբարաշենի հիվանդանոց բերեցին Լևոնին 1959 թվականի դեկտեմբերին, նա եղել է առողջ 13 տարեկան տղա, ֆիզիկապես կատարյալ, մտավոր զարգացած։ Բայց արդեն առաջին ամիսներին նրան սկսեցին ներարկել դեղորայք, որոնք պաշտոնապես գրանցված էին որպես հանգստացնող միջոցներ, բայց իրականում դրանք եղել են այն նյութերը, որոնք կործանում էին նյարդային համակարգը։ Նաիրան հիշում է մի գիշեր, երբ երիտասարդ բժիշկ Գևորգ Սահակյանը, նորեկ մասնագետ, ով դեռ չէր կորցրել խղճմտանքը, մերժեց տալ հերթական ներարկումը Լևոնին։ Նա ասաց. «Այդ տղան չի կարիք այդ դեղի, նա ընդհանրապես չպետք է լինի այստեղ»։ Գևորգին կանչեցին տնօրենի գրասենյակ, երբ նա վերադարձավ, նրա դեմքը սպիտակ էր, ձեռքերը դողում էին։ Նա երբեք չխոսեց, թե ինչ լսեց այնտեղ, բայց հաջորդ օրը նա ստորագրեց բոլոր անհրաժեշտ թերթերը և սկսեց տալ ներարկումները, առանց հարցերի։ Մեկ ամիս անց Գևորգը հրաժարական տվեց և հեռացավ Երևանից։ Նրան երբեք չգտան։ Նաիրան գտավ նաև մեկ այլ փաստաթուղթ, որը փոխանցվել էր հիվանդանոցի տնօրենին 1962 թվականին։ Դա եղել է պաշտոնական նամակ Հանրապետական առողջապահության նախարարությունից։ Նամակում գրված էր. «Հիվանդ 37 պետք է մնա մեկուսացված, անորոշ ժամանակով։ Բուժումը պետք է շարունակվի համաձայն հատուկ արձանագրության, որը կցված է։ Տեղեկությունները հիվանդի մասին չպետք է փոխանցվեն որևէ արտաքին կազմակերպության, ներառյալ ոստիկանություն, դատարան կամ մամուլ։ Ով որ խախտի այդ հրահանգը, դիմագրավելու է պատասխանատվություն պետական գաղտնիքի բացահայտման համար»։ Ստորագրությունը անհնար էր կարդալ, բայց կնիքը պարզ էր. ՍՍՀՄ առողջապահության նախարարություն։ Ով է տվել այդ հրամանը։ Ինչու էր մի սովորական 13 տարեկան տղա համարվում պետական գաղտնիք։ Պատասխանը եկավ անակնկալ աղբյուրից։ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց և բազմաթիվ արխիվներ բացվեցին, մի հետազոտող գտավ փաստաթղթերի փաթեթ Երևանի կուսակցական կոմիտեի լուծարված ֆոնդում։ Այնտեղ գտնվում էր մի արձանագրություն, թվագրված 1959 թվականի նոյեմբեր, որտեղ քննարկվում էր Զանազանյանների ընտանիքի հարցը։ Արձանագրությունում նշված էր. ընտանիքի քաղաքական անցյալը խնդրահարույց է, սակայն մեկ որդին, Հովհաննես, ունի բացառիկ սպորտային տաղանդ, որը կարող է օգտագործվել համամիութենական և միջազգային ասպարեզում։ Երկրորդ որդու, Լևոնի, տաղանդը նաև ճանաչված է, սակայն պահպանելու համար ընտանիքի լոյալությունը և խուսափել առավել ուշադրություն գրավելուց, առաջարկվում է երկրորդ որդուն հեռացնել սպորտային համակարգից և տեղավորել հատուկ հաստատություն, որպես կանխարգելիչ միջոց։ Կանխարգելիչ միջոց։ Այդ երկու բառերը նշանակում էին, որ Լևոնին չէին պատժում ինչ-որ արարքի համար։ Նրան պարզապես հեռացրին, որպեսզի նա չդառնա խոչընդոտ Հովհաննեսի կարիերայի համար։ Արձանագրությունը թույլ էր տալիս կարծել, համակարգը որոշել էր, որ մեկ աստղ բավական է մեկ ընտանիքից։ Երկու աստղ նույն անվամբ, դա կլիներ չափից ավելի շատ ուշադրություն և կարող էր առաջացնել անցանկալի հարցեր քաղաքական անցյալի մասին։ Ըստ գտնված փաստաթղթի, Լևոնը հնարավոր է զոհաբերվել ոչ թե հիվանդության, ոչ թե պատահականության, այլ սառը, հաշվարկված պետական որոշման, որը համարում էր մարդկանց որպես գործիքներ, որոնք կարելի է նետել, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն։ Բայց ով էր նստում այդ սենյակում 1959 թվականի նոյեմբերին և որոշում մի տղայի ճակատագիրը։ Ով էր ստորագրում այդ արձանագրությունը, գիտակցելով, որ դրանով դատապարտում է մեկին ողջ կյանքի համար։ Եվ ամենակարևորը, արդյոք Հովհաննեսը գիտեր այդ մասին։ Արդյոք նրան տվեցին ընտրություն, մերժել փառքը և փրկել եղբորը։ Թե նրան ասացին, եթե դու խոսես, երկուսդ էլ կվերջանաք նույն հիվանդանոցում։ Արդյոք Հովհաննեսը զոհ էր, թե մասնակից։ Արդյոք նրա կյանքի ընթացքում տառապանքը եղավ պատիժ մեղքի համար, թե հավերժական կատաղություն համակարգի դեմ, որը նրան դարձրեց հերոս եղբոր սարսափելի գնով։ Երբ հետազոտողները վերջապես մուտք գործեցին Հովհաննես Զանազանյանի անձնական պահարանը, բանկում, որտեղ նա պահում էր իր ամենակարևոր փաստաթղթերը, նրանք գտան մի բան, որը տասնամյակներ թաքնված էր աչքերից։ Փոքրիկ մագնիսական ժապավեն թղթե ծրարում, որի վրա գրված էր միայն մի ամսաթիվ՝
1959 թվականի դեկտեմբեր 12-ը։ Այդ ամսաթիվը ոչինչ չէր նշանակում պաշտոնական պատմության մեջ, բայց երբ նրանք մագնիսաֆոնի վրա դրեցին այդ ժապավենը եւ սեղմեցին նվագարկման կոճակը, լսեցին ձայնը, որը սառեցրեց արյունը։ 13 տարեկան տղայի ձայն, դողալով, արտասվելով, կրկնում էր մեկ նույն արտահայտությունը. «Եղբայր, ես սպասում եմ քեզ, խոստացար գալ ինձ համար, խոստացար չմոռանալ ինձ»։ Հետո լսվում է ավելի մեծ մարդու ձայնը, Հովհաննեսի ձայնը, 13 տարեկան, սակայն արդեն կոտրված։ Նա ասում է. «Լևոն, ներիր, նրանք ասացին, որ եթե ես մնամ քեզ հետ, մենք երկուսս էլ կկորչենք։ Ներիր ինձ, ես կվերադառնամ, երդվում եմ, կվերադառնամ»։ Հետո լսվում է դուռը բացվելու ձայնը, ծանր քայլերը եւ Լևոնի վերջին խոսքերը. «Եղբայր, մի լքիր ինձ այստեղ, խնդրում եմ»։ Ապա ժապավենը լռում է։ Ով գրանցեց այդ խոսակցությունը։ Ինչու Հովհաննեսը պահեց այն ամբողջ կյանքի ընթացքում, պահարանում, կարծես ամենաթանկագին գանձը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ խոստումը երբևէ կատարվեց։ Այդ զայնագրությունը բացեց դուռը դեպի ճշմարտություն, որը ավելի սարսափելի էր, քան բոլոր վարկածները միասին։ Ըստ վերահայտնված փաստաթղթերի, հնարավոր է, որ Հովհաննեսը գիտեր ավելին, քան երևում էր։ Մի վարկածով նրան չէին խաբել, նրան չէին պարտադրել անտեղյակության մեջ։ Նրան տվեցին ընտրություն, սարսափելի ընտրություն, որը ոչ մի 13 տարեկան չպետք է երբևէ անի։ Կամ երկուսդ էլ կորչում եք, կամ մեկը փրկվում է, իսկ մյուսը զոհաբերվում։ Եվ Հովհաննեսը ընտրեց։ Նա ընտրեց ապրել, ընտրեց փառքը, ընտրեց լույսը։ Իսկ Լևոնը ընդունեց մթությունը, որովհետև սիրում էր իր եղբորը ավելի, քան սեփական ապագան։ Վերջին տարիներին, երբ Հովհաննեսը դադարեց տալ հարցազրույցներ եւ թաքնվեց հանրային աչքից, մարդիկ կարծում էին, նա պարզապես ծերացել է եւ հեռացել աշխույժ կյանքից։ Բայց իրականում նրա մեջ տեղի էր ունենում ավելի խորը փլուզում։ Նրա հարևանները հիշում են, թե ինչպես նա սկսեց խոսել ինքն իր հետ, ձայնով, որը հնչում էր գիշերներով պատերի միջով։ Մի անգամ հարևանուհի Գոհար Մարտիրոսյանը լսեց, թե ինչպես Հովհաննեսը գոչում է. «Դուք սպանեցիք նրան, դուք սպանեցիք իմ եղբորը, եւ ես ձեր գործիքն եմ, ես ձեր արյունոտ մեդալների կրողն եմ»։ Հետո նա սկսեց խուսափել հայելիներից։ Կինը պատմեց, որ Հովհաննեսը հեռացրեց բոլոր հայելիները տնից, ասելով, որ չի կարող դիմանալ սեփական դեմքին նայելուն։ Նա ասաց. «Ես տեսնում եմ նրան հայելիում, տեսնում եմ Լևոնին, նա կանգնած է իմ ետևում եւ նայում ինձ այնպիսի հայացքով, որը սպանում է»։ 1999 թվականից հետո, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ հին սահմանափակումները թուլացան, Հովհաննեսը փորձեց գտնել Լևոնին։ Նա վարձեց մասնավոր հետախույզ, տվեց նրան բոլոր հնարավոր տեղեկությունները, վճարեց հսկայական գումարներ։ Հետախույզը գտավ մի հետք։ 1970 թվականին Լևոնը ազատվել էր Նուբարաշենի հիվանդանոցից եւ տեղափոխվել անհայտ վայր։ Ոչ մի պաշտոնական գրանցում նրա մասին չկար։ Կարծես նա պարզապես անհետացել էր օդում։ Բայց հետո հետախույզը գտավ մի վկա, հին տաքսու վարորդ, որը հիշում էր, որ 1970 թվականի աշնանը տեղափոխել է մի տղամարդու հոգեբուժական հիվանդանոցից դեպի Լեռնային գյուղ, Գորիսի մոտ։ Տղամարդը չէր խոսում ողջ ճանապարհին, միայն նայում էր պատուհանից եւ արտասվում լուռ։ Տաքսու վարորդը թողեց նրան մի հին տան մոտ, որտեղ սպասում էր մի կին, 25 տարեկան, որը ընդունեց տղամարդուն եւ տարավ ներս։ Հետախույզը գնաց Գորիս փնտրելու այդ տունը, բայց երբ հասավ այնտեղ, տունը կոտրված էր, բակը լքված եւ հարևանները ասացին, այնտեղ ոչ ոք չի ապրել տարիներ։ Արդյոք այդ հետքը սուտ էր, թե ինչ որ մեկը նախապես մաքրել էր բոլոր ապացույցները։ Հովհաննեսը չդադարեց փնտրել։ Նա գնաց անձամբ Նուբարաշեն, պահանջեց տեսնել արխիվները, բայց նրան ասացին, բոլոր ֆայլերը մինչև 1989 թվականը ոչնչացվել են։ Նա գնաց ոստիկանություն, բայց նրանք ասացին, անհետացած անձի գործ բացելու համար պետք է ապացույցներ, որ անձը իրականում գոյություն ունի։ Բայց Լևոնի գոյությունը ջնջված էր բոլոր պաշտոնական փաստաթղթերից։ Ֆուտբոլային ֆեդերացիայում նրա անունը չկար։ Դպրոցական արխիվներում նրա գրանցումը հեռացված էր։ Նույնիսկ ծննդյան վկայականը, որը պետք է լիներ քաղաքացիական կացության գրանցման գրասենյակում, բացակայում էր։ Կարծես Լևոն Զանազանյանը երբեք չէր ծնվել։ Եվ Հովհաննեսը հասկացավ,
որ նա ընդդեմ կանգնած է ոչ թե պատահականության, այլ համակարգի, որը որոշել էր ջնջել մի մարդու ողջ կյանքից հետքը։ Այդ փնտրտուքները կործանեցին Հովհաննեսին ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն։ Նրա մարմինը սկսեց փլուզվել, ոչ թե ֆիզիկական ցավից, այլ հոգևորից։ Նա դադարեց ուտել, քնելը դարձավ անհնարին։ Կինը փորձեց բերել բժիշկների, բայց նա մերժեց։ Նա ասաց միայն. «Ես չեմ արժանի բուժվելուն, թող այս մարմինը փչանա, ինչպես փչացրի եղբորս կյանքը»։ Մարդիկ, որոնք տեսնում էին նրան վերջին ամիսներին, չէին ճանաչում նախկին հերոսին։ Նա քայլում էր կծկված, ուսերը ներքև գցած, աչքերը դատարկ։ Մի անգամ նախկին թիմակից Էդուարդ Մարկարյանը հանդիպեց նրան փողոցում եւ ջերմորեն ողջունեց, հիշելով հին հաղթանակները։ Հովհաննեսը նայեց նրան եւ ասաց. «Էդուարդ, քո հաղթանակներն իրական են, բայց իմները կեղծ են։ Դրանք կառուցված են եղբորս ոսկորների վրա»։ Էդուարդը չհասկացավ այդ խոսքերը, բայց նկատեց, որ Հովհաննեսի ձեռքերը դողում էին անդադար։ Կարծես նրա ներսում երկրաշարժ էր տեղի ունենում։ Արդյոք այդ դողը եղավ ֆիզիկական ախտանիշ, թե հոգին, որը փորձում էր ճչալ այն ճշմարտությունը, որը Բերանը երբեք չկարողացավ արտասանել։ 2015 թվականի հոկտեմբերի 3-ը, մի օր առաջ քան վախճանը, Հովհաննեսը արթնացավ գիշերվա 2 ժամին եւ ասաց կնոջը. «Ես պետք է գնամ միտեղ»։ Նա հագավ հին մարզական հագուստը, այն նույնը, որը կրել էր մարզումներին 59-րդ թվականներին, եւ դուրս եկավ տնից։ Կինը հետևեց նրան մինչև դուռը, բայց չարգելեց։ Նա տեսավ, թե ինչպես Հովհաննեսը նստեց տաքսիի մեջ եւ մեկնեց անհայտ ուղղությամբ։ Տաքսու վարորդը հետագայում պատմեց, որ Հովհաննեսը նրան ասաց տանել դեպի Նուբարաշեն, հոգեբուժական հիվանդանոց։ Երբ նրանք հասան, Հովհաննեսը ներս մտավ եւ խնդրեց տեսնել հիվանդների ցանկը։ Պահակը ճանաչեց լեգենդար ֆուտբոլիստին եւ թույլ տվեց մտնել։ Հովհաննեսը գնաց արխիվի սենյակ, որտեղ պահվում էին ընթացիկ հիվանդների գործերը։ Նա փնտրեց մի անուն. Լևոն Զանազանյան, հիվանդ 37, ցանկացած հետք, բայց ոչինչ չգտավ։ Նա նստեց հատակին եւ լաց եղավ, այնպիսի ձայնով, որ Պահակն իսկապես վախեցավ եւ կանչեց բժիշկներին։ Բայց երբ բժիշկները հասան, Հովհաննեսը արդեն գնացել էր։ Նա թողել էր միայն մի նամակ, դրված ուղղանկյուն շեղդավոր սեղանին, որտեղ գրված էր. «Լևոն, եթե դու դեռ ապրում ես ինչ որտեղ, իմացիր, ամեն գիշեր ես տեսնում եմ քեզ իմ երազներում, եւ դու միշտ նույն 13 տարեկան տղան ես, որը սպասում է ինձ մարզադաշտի մոտ։ Ներիր ինձ, որ երբեք չվերադարձա քեզ համար»։ Արդյոք Լևոնը երբևէ կարդաց այդ նամակը։ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին Հովհաննես Զանազանյանի սիրտը դադարեց տանելու իր մեղքի ծանրությունը։ Բժիշկները գրեցին սրտի անբավարարություն, բայց նրանք, ովքեր գիտեին նրա պատմությունը, հասկացան, դա չէր սիրտը, դա հոգին էր, որը վերջապես հրաժարվեց կռվել այն պատերազմից, որը նա խաղաց ամբողջ կյանքի ընթացքում, մարտնչելով համակարգի դեմ, որը վերցրեց նրա եղբորը, եւ միաժամանակ օգտվելով այն փառքից, որը համակարգը տվեց նրան բոլորովին այդ զոհի շնորհիվ։ Նրա դագաղի մոտ կանգնած մարդիկ երգեցին հիմնը, աղոթեցին, լացեցին, բայց Լևոնը չեկավ։ Ուր էր նա այդ ժամին։ Արդյոք նա տեղյակ էր, որ եղբայրը վախճանվել է։ Արդյոք նա ուզեց գալ, բայց մի ուժ արգելեց նրան։ Թե նա պարզապես չէր ուզում ներել, նույնիսկ մահից հետո։ Հայաստանի անկախությունից հետո 1998 թվականին մի խումբ լրագրողներ որոշեցին վերջապես բացել Զանազանյանների գործը, քանի որ այլևս չկար խորհրդային գրաքննությունը։ Նրանք փնտրեցին վկաներ, հավաքեցին փաստաթղթեր, գնացին արխիվներ, բայց ամենակարևոր խոսքերը լսեցին այնտեղ, որտեղ չէին սպասում։ Մի կին, 65 տարեկան, որը ներկայացավ որպես Մարինե Սարգսյան, եկավ լրագրողների խմբագրություն եւ ասաց. «Ես ունեմ պատմություն, որը կփոխի ձեր ողջ ըմբռնումը Հովհաննես Զանազանյանի մասին»։ Նրանք նստեցրին նրան եւ միացրեցին տեսախցիկը։ Մարինեն սկսեց խոսել դողացող ձայնով, բայց հստակ։ Նա ասաց. «Իմ իրական անունը Մարինե Զանազանյան է։ Ես Լևոնի դուստրն եմ։ Այո, Լևոնը ունեցավ երեխա, երբ նա ազատվեց հիվանդանոցից 1970 թվականին։ Իմ մայրը եղավ բուժքույր Աննա Սարգսյանը, որը հոգացել էր նրան տարիներ։ Երբ Լևոնը ազատվեց, նա չուներ ուր գնալ։ Ընտանիքը մերժել էր նրան։ Հովհաննեսը փորձել էր օգնել, բայց նա ինքն էլ կապված էր ահավոր պայմաններով։
Իմ մայրը վերցրեց Լևոնին իր տուն եւ խնամեց նրան։ Հետո նրանք սիրահարվեցին եւ ես ծնվեցի։ Բայց մայրս երբեք չամուսնացավ Լևոնի հետ, որովհետեւ նրան պաշտոնապես չկար։ Նա չուներ փաստաթղթեր, անձնագիր, ոչինչ։ Նա ապրում էր որպես ուրվական, մութ անկյունում, թաքնված աշխարհից։ Լրագրողները հարցրին. «Որտեղ է Լևոնը հիմա»։ Մարինեն լռեց երկար, հետո ասաց. «Հայրս վախճանվել է 2016 թվականին, միայն 1 տարի անց Հովհաննեսից։ Նա թաղվել է անանուն գերեզմանատանը, առանց անվան, առանց հուշարձանի։ Մայրս ասաց, որ վերջին խոսքերը հոր եղել են. «Հովո, ես ներում եմ քեզ, բայց ես չեմ կարող ներել նրանց, ովքեր արեցին այս ամենը մեզ հետ»։ Մարինեն բերեց լուսանկարներ, որտեղ երևում էր Լևոնը 45-րդ, 50-րդ տարիքում, ծերացած, բայց դեռ ճանաչելի։ Նույն աչքերը, նույն դեմքի գծերը, ինչպես Հովհաննեսը։ Բայց Լևոնի դեմքը ավելի մռայլ էր, կարծես տառապանքը փորագրել էր ամեն կնճիռը։ Լրագրողները հարցրին. «Ինչու դուք լռեցիք այսքան տարի»։ Մարինեն ասաց. «Որովհետև հայրս ինձ խնդրեց»։ Նա ասաց. «Մի խառնվիր այն աշխարհին, որը մերժեց ինձ։ Մի փնտրիր արդարություն, որովհետև արդարություն չի լինի։ Պարզապես ապրիր քո կյանքը եւ մոռացիր, որ Զանազանյան ազգանունը երբեք քեզ պատկանել է»։ Բայց կար նաեւ մի այլ բացահայտում, որը ավելի շոկային էր։ Մարինեն ասաց, որ Հովհաննեսը գիտեր նրա գոյության մասին։ Նա եկավ տեսնելու նրան, երբ նա 2 տարեկան էր, 1974 թվականին։ Նա բերեց նվերներ, խաղալիքներ, գումար։ Նա լաց եղավ, երբ պահեց փոքրիկ աղջկան ձեռքերում եւ ասաց. «Աննա, խնդրում եմ, պահիր այս երեխային հեռու այն անիծից, որը կրում է մեր ազգանունը»։ Մարինեն ասաց. «Մայրս պատմեց ինձ, որ Հովհաննեսը գալիս էր 1 անգամ տարին, գիշերային ժամերին, երբ ոչ ոք չէր տեսնում։ Նա բերում էր գումար եւ նվերներ, բայց երբեք չխոսում էր նրանց հետ։ Նա միայն նստում էր սեղանի մոտ, նայում էր լուսանկարներին Լևոնի հետ եւ լաց էր լինում»։ Մայրս ասաց. «Հովհաննեսը կրում էր ավելի մեծ տանջանք, քան Լևոնը, որովհետև Լևոնը չգիտեր, թե ինչ կորցրել է, բայց Հովհաննեսը ամեն օր տեսնում էր իր փառքը եւ համեմատում էր եղբոր կործանված կյանքի հետ»։ Լրագրողները հրապարակեցին այդ հարցազրույցը, եւ այն ստեղծեց փոթորիկ Հայաստանում։ Հովհաննեսի ընտանիքը, կինը, որդիները մերժեցին ամեն ինչ։ Նրանք ասացին. «Մարինեն խաբեբա է, որը փնտրում է փառք եւ գումար հերոսի անվան շնորհիվ»։ Նրանք պահանջեցին ԴՆԹ թեստ, բայց Մարինեն հրաժարվեց։ Նա ասաց. «Ես չեմ պահանջում ժառանգություն, ես չեմ պահանջում ճանաչում, ես պարզապես ուզում եմ, որ աշխարհը իմանա ճշմարտությունը»։ Բայց ճշմարտությունը արդյոք կարող է փոխել այն, ինչ արդեն եղել է։ Արդյոք իմանալը, որ Հովհաննեսը տառապել է, կարող է վերադարձնել Լևոնին այն կյանքը, որը նրանից խլեցին։ Եվ ամենակարևորը, ով պատասխանատու է այն համակարգի համար, որը որոշեց, որ 1 տղայի փառքը արժե 1 ուրիշի ոչնչացման գինը։ Երբ հետազոտողները խորացան ավելի, նրանք հայտնաբերեցին, որ Զանազանյանների պատմությունը միակը չէր։ Խորհրդային տարիներին եղել են տասնյակ ընտանիքներ, որտեղ երեխաներ զատվել են ծնողներից, եղբայրներ եղբայրներից, քաղաքական պատճառներով, սպորտային ռազմավարությամբ կամ պարզապես հանուն գաղափարախոսության։ Հովհաննես եւ Լևոնը եղան խորհրդանշաններ այն համակարգի, որը հաշվարկում էր մարդկանց որպես թվեր, առանց հոգիների, առանց արտասունքների, առանց իրավունքի ընտրության։ Բայց նրանց պատմությունը եզակի էր մի բանով. Հովհաննեսը երբեք չդադարեց փնտրել եղբորը, երբեք չդադարեց տառապել, եւ վերջապես նա վճարեց այն ամենաբարձր գինը՝ սեփական կյանքը, կործանված մեղքով, որը նա չարեց, բայց չկարողացավ հետ շրջել։ 100 տարի հետո, երբ արխիվները լիովին բացվեն եւ վերջին գաղտնի փաստաթղթերը կհրապարակվեն, հավանաբար մենք կսովորենք ճշգրիտ անունները այն մարդկանց, ովքեր նստում էին կուսակցական կոմիտեի սենյակում եւ որոշում 2 տղաների ճակատագիրը 59-րդ թվականի նոյեմբերին։ Կսովորենք, թե ով ստորագրեց այն հրամանը, որը դատապարտեց Լևոնին կյանքի համար։ Կսովորենք, թե ինչու պահեցին նրան հիվանդանոցում 10 տարի, երբ նա երբեք չի եղել հիվանդ։ Եվ կսովորենք, թե արդյոք Հովհաննեսի ընտրությունը իրականում ընտրություն էր, թե պարտադրանք, որը պատված էր ընտրության փաթաթաններով։ Բայց մեկ բանը մենք գիտենք արդեն հիմա. 2 եղբայրներ, որոնք սկսեցին նույն ուղղությամբ, վերջացան այնպիսի տարբեր վայրերում,
որ նույնիսկ մահը չկարողացավ վերամիավորել նրանց։ Մեկը դարձավ լեգենդ, իսկ մյուսը լռություն։ Բայց որ մեկի ճակատագիրը ավելի ողբերգական էր՝ նրան, ով կորցրեց ամեն ինչ, թե նրան, ով ստացավ ամեն ինչ, բայց մեղքի գնով, որը սատկեցրեց նրան ներսից։ Բայց կար նաև մի փաստաթուղթ, որը գտնվեց միայն 1999 թվականին, երբ նախկին կուսակցական արխիվները վերջապես բացվեցին հասարակության համար։ Այդ փաստաթուղթը եղավ ներքին հուշագիր, թվագրված 1969, ուղղված սպորտի կոմիտեի նախագահին։ Հուշագիրը գրված էր 3 մարդու կողմից՝ մարզիչ Քաջար Փոլադյան, Սպարտակի տնօրեն Վահան Գրիգորյան եւ անհայտ երրորդ անձ, ում ստորագրությունը անհնար էր ընթերցել։ Նրանք խնդրում էին թույլտվություն պահել երկու եղբայրներին թիմում, պնդելով, որ միասին նրանք կկազմեն անպարտելի զույգ։ Հուշագրում նշված էր. Լևոնը ցույց է տալիս նույնքան տաղանդ, որքան Հովանեսը, եւ նրանց տարանջատումը կվնասի խորհրդային ֆուտբոլի ապագային։ Բայց այդ հուշագրի վրա կարմիր մարկերով գրված էր մեկ բառ՝ մերժված, եւ ներքևում ձեռագիր նշում. ընտանիքի ֆոնը անթույլատրելի է երկու հանրային դեմքերի համար, մեկը բավական է, որոշումը վերջնական է։ Այդ փաստաթուղթը ապացուցում էր, որ Փոլադյանը, մարզիչը, որը սիրում էր երկու եղբայրներին, իրականում կռվել էր նրանց համար։ Նա փորձել էր փրկել Լևոնին, բայց համակարգը եղավ ավելի ուժեղ, քան նրա ձայնը։ Փոլադյանը վախճանվեց 1985 թվականին, առանց երբևէ հրապարակավ խոսելու այն մասին, թե ինչ տեղի ունեցավ։ Բայց նրա թոռնուհի Լուսինե Փոլադյանը հիշում էր, որ պապիկը երբեմն խմելուց հետո լաց էր լինում եւ ասում. «Ես չկարողացա փրկել այն տղային, ես թույլ տվեցի, որ նրանք տանեն նրան, եւ դա իմ ամենամեծ ծախողումն է»։ Թոռնուհին հարցնում էր. «Ո՞ր տղային, պապիկ»։ Բայց Փոլադյանը երբեք չպատասխանեց։ Նա միայն վերցնում էր հին լուսանկարը, Սպարտակի առաջին խումբը 59-րդ թվականից, որտեղ կանգնած էին 15 տղաներ եւ ցույց էր տալիս երկուսին, նույն դեմքերով, նույն ժպիտներով։ Նա ասում էր. «Նայիր, թե ինչքան նման են։ Նրանք ծնված էին միասին վազելու, բայց աշխարհը չթողեց»։ 1988 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսեց իր վերջին տարիները եւ Գլասնոստը թույլ տվեց մարդկանց խոսել ավելի ազատ, մի խումբ նախկին բժիշկներ եւ բուժքույրեր Նուբարաշենի հիվանդանոցից հրավիրվեցին մասնավոր հանդիպման, որտեղ նրանցից խնդրեցին պատմել ամեն ինչ, ինչ տեսել էին։ Այդ հանդիպումը կազմակերպել էր անկախ հետազոտական խումբը, որը ուսումնասիրում էր խորհրդային հոգեբուժական համակարգի չարաշահումները։ 12 մարդ եկան եւ նստեցին միասին, առաջին անգամ տասնամյակներից հետո։ Նրանք պատմեցին սարսափելի պատմություններ, թե ինչպես են առողջ մարդկանց փակել հիվանդանոցներում քաղաքական կամ սոցիալական պատճառներով։ Եվ նրանցից 3-ը, անկախ միմյանցից, հիշեցին հիվանդ 37-ին։ Նրանք ասացին. «Այդ տղան երբեք չպետք է լիներ այնտեղ։ Նա ավելի առողջ էր, քան մենք բոլորս, բայց նրան պահեցին 10 տարի եւ խլեցին նրա երիտասարդությունը»։ Մեկ բժիշկ, Արմեն Ավետիսյանը, ասաց, որ հիշում է, թե ինչպես Լևոնը մի անգամ ասաց իրեն. «Բժիշկ ջան, ես գիտեմ, որ դուք ինձ թունավորում եք, բայց ես չեմ կարող դիմադրել, որովհետև եթե ես դիմադրեմ, նրանք կասեն, որ ես իրոք խելագար եմ»։ Այդ խոսքերը սառեցրին բժիշկի սիրտը, բայց նա ոչինչ չարեց։ Նա շարունակեց տալ ներարկումները, որովհետև վախենում էր կորցնել իր աշխատանքը, իր ընտանիքը կերակրելու միջոցը։ 12 վկաների ցուցմունքները հավաքվեցին եւ ներկայացվեցին նոր ձևավորված Հայաստանի մարդու իրավունքների հանձնաժողովին 1992 թվականին։ Հանձնաժողովը սկսեց քննություն, բայց արագ հանդիպեց արգելքների։ Բազմաթիվ փաստաթղթեր կորել էին, վկաները մահացել էին կամ հեռացել երկրից, իսկ պաշտոնյաները, ովքեր կարող էին պատասխանել, թաքնվում էին ժխտման եւ մոռացության ետևում։ Հանձնաժողովը կարողացավ միայն հաստատել, որ Լևոն Զանազանյանը իրականում գոյություն է ունեցել, որ նա եղել է Նուբարաշենի հիվանդանոցում եւ որ նրա գործը պարունակում էր անհամապատասխանություններ։ Բայց քրեական գործ բացելու համար բավարար ապացույցներ չկային։ Խորհրդային համակարգը անհետացել էր, բայց նրա մեղքերը մնացին անպատիժ։ Հովանեսի վերջին ամիսներին նրա տանը սկսեցին հայտնվել տարօրինակ անձինք։ Հարևանները հիշում են, որ սև մեքենաներ կանգ էին առնում գիշերային ժամերին, եւ մարդիկ կոստյումներով եւ լրջագույն դեմքերով մտնում էին ներս։ Երբ լրագրողները հետագայում փորձեցին պարզել, թե ովքեր էին այդ մարդիկ,
Պարզվեց, նրանք եղել են նախկին կուսակցական պաշտոնյաներ, ովքեր հիմա աշխատում էին նոր անկախ կառավարության մեջ։ Ինչ էին նրանք ուզում Հովհաննեսից։ Ըստ մի անանուն աղբյուրի, նրանք եկել էին հավաքելու բոլոր փաստաթղթերը, որոնք Հովհաննեսը կարող էր ունենալ Լևոնի մասին։ Նրանք ուզում էին, որ պատմությունը մնա թաղված հավերժ, բայց Հովհաննեսը մերժեց։ Նա ասաց. «Ես ողջ կյանքս լռեցի, բայց ես չեմ թողնի, որ դուք ջնջեք նրա վերջին հետքերը»։ Այդ մերժումը հնարավոր է արագացրեց նրա վախճանը։ Մի վկա, որը պահանջեց անանունություն, ասաց, որ վերջին այցից հետո Հովհաննեսը հայտնաբերվեց սարսափելի վիճակում, թե սրտի խնդիր ուներ, բայց ընկավ կարծես հանկարծամահությունը չէր բնական։ Արդյոք Հովհաննես Զանազանյանը սպանվեց, որպեսզի նա չբացահայտի ճշմարտությունը։ Արդյոք այն մարդիկ, ովքեր որոշեցին Լևոնի ճակատագիրը 59-րդ թվականին, դեռևս ունեին իշխանություն 95-րդ թվականին, խցկելու համար վերջին ականատեսին։ Եվ եթե Հովհաննեսը իսկապես սպանվեց, ապա նրա մահը դարձավ վերջնական զոհաբերությունը այն համակարգի կողմից, որը սկզբում վերցրեց նրա եղբորը, հետո վերցրեց նրա հանգստությունը և վերջապես վերցրեց նրա կյանքը, երբ նա որոշեց խոսել։ Բայց ամենասարսափելի մանրամասնը գտնվեց Հովհաննեսի անձնական իրերի միջև, երբ ընտանիքը պատրաստում էր հուղարկավորությունը։ Նրա մարմնի վրա բացակայում էր մի բան, որը նա երբեք չէր հանում՝ փոքրիկ արծաթե խաչիկը, որը կախված էր նրա պարանոցին 59-րդ թվականից ի վեր։ Բոլոր թիմակիցները հիշում էին այդ խաչիկը, Հովհաննեսը նույնիսկ մարզումների ժամանակ չէր հանում այն։ Նա ասում էր. «Սա իմ պահապանն է, քանի դեռ այն ինձ վրա է, ես պարտավոր եմ ապրել»։ Բայց երբ նրան գտան անկողնում առավոտյան ժամը 7-ին, 2015 թվականի հոկտեմբերի 4-ին, խաչիկը չկար։ Կինը երդվում էր, որ երեկոյան նա տեսել է խաչիկը ամուսնու վրա, երբ նրանք պառկեցին քնելու։ Ով հանեց այն մարմնից, մինչ սիրտը դադարեց զարկել։ Եվ ինչու հենց այդ խաչիկը, որը ըստ ընտանեկան պատմության Լևոնն էր նվիրել Հովհաննեսին նրանց վերջին հանդիպման ժամանակ մինչև տարանջատումը։ Բժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ Հովհաննեսի պարանոցին եղել է թույլ կարմիր հետք, կարծես շղթան պատռվել էր հանկարծակի շարժումից։ Բայց եթե նա մահանում էր սրտի կանգից, ինչպես կարող էր լինել այդպիսի շարժում։ Մարդը, որը մահանում է սրտի հարվածից, սովորաբար ընկնում է անշարժ, ոչ թե պայքարում մեկ ուրիշի հետ։ Եվ եթե խաչիկը պատռվել է պայքարի ժամանակ, ուրեմն Հովհաննեսը չէր մենակ իր վախճանի պահին։ Ինչ-որ մեկը եղել է այնտեղ։ Ինչ-որ մեկը, որը փնտրում էր ինչ-որ բան և վերցրեց խաչիկը, կամ որպես հիշատակ, կամ որպես ապացույցի ոչնչացում։ Հովհաննեսի թոռնուհի Անին, 14 տարեկան աղջիկ, պատմեց մի բան, որը մեծերը սկզբում անտեսեցին, համարելով երեխայի երևակայություն։ Նա ասաց, որ վախճանից 2 օր առաջ տեսավ պապիկին, որը խոսում էր մի կնոջ հետ տան գարաժում։ Կինը ծեր էր, սև հագած և բռնել էր պապիկի ձեռքը իր 2 ձեռքերի մեջ։ Անին լսեց, թե ինչպես կինը ասում էր. «Հովհաննես, ժամանակը եկել է վճարել պարտքը, քո եղբայրը սպասում է քեզ»։ Պապիկը լաց էր լինում և պատասխանել է. «Ես պատրաստ եմ, ասա նրան շուտով կգամ»։ Երբ Անին վերադարձավ և պատմեց մայրիկին, նրանք վազեցին գարաժ, բայց այնտեղ ոչ ոք չկար, միայն Հովհաննեսը, նստած հին աթոռին և աղոթող։ Երբ հարցրին ով էր այդ կինը, նա ասաց. «Ոչ ոք, պարզապես հին ծանոթ»։ Բայց նրա աչքերում եղել է այնպիսի խորություն, կարծես նա տեսել էր մահը դեմ առ դեմ և ընդունել էր այն առանց դիմադրության։ Գարաժում փնտրեցին որևէ հետք, բայց գտան միայն մի խունկի հոտ, որը երկար ժամանակ մնաց օդում։ Հայկական ավանդույթում խունկը օգտագործվում է, երբ մաքրում են տունը չար ոգիներից կամ պատրաստվում են մեծանցման։ Ով էր այդ կինը, որը եկել էր Հովհաննեսին հիշեցնելու վախճանի մասին։ Արդյոք նա իրական էր, թե Հովհաննեսի թուլացած միտքը սկսել էր տեսնել այն, ինչ չէր գոյություն ունենում։ Կամ ավելի սարսափելի տարբերակ, արդյոք այդ կինը եղել է իրական մարդ, որին ուղարկել էին նախազգուշացնելու Հովհաննեսին, որ նրա օրերը հաշված են, և եթե նա չհեռանա լուռ, նրա ամբողջ ընտանիքը կտուժի։ Խաչիկը գտնվեց 3 ամիս անց, անակնկալ տեղում։ Մի հին կին, անունով Վարդուհի, որը ապրում էր Նորքում, այն նույն թաղամասում, որտեղ եղել էր Հովհաննեսի գաղտնի բնակարանը, բերեց այն Զանազանյանների տուն։ Նա ասաց, որ գտել է այն իր բակի հողի մեջ, երբ տնկում էր ծաղիկներ։ Ինչպես հասավ խաչիկը Նորք, երբ Հովհաննեսը մահացել էր իր տանը, կենտրոնում։ Վարդուհին չկարողացավ բացատրել, բայց ասաց նույն գիշերը, երբ Հովհաննեսը մահացավ, նա լսել է տարօրինակ ձայներ իր բակից, կարծես մեկը փորում էր հողը,
Առավոտյան տեսավ թարմ փոսիկ ծառի տակ եւ երբ փորեց, գտավ խաչիկը փաթաթված արյունոտ անձեռոցիկի մեջ։ Ով էր թաղել այն այնտեղ։ Եվ ինչու հենց այնտեղ, որտեղ Հովանեսը տարիներ շարունակ հանդիպում էր Լևոնին, գաղտնիության մեջ։ Արյան վերլուծությունը ցույց տվեց, որ անձեռոցիկի վրայի արյունը պատկանում էր Հովանեսին։ Բայց ինչպես կարող էր նրա արյունը լինել խաչիկի վրա, եթե մարմնի վրա չկային վերքեր։ Միայն մի փոքրիկ քերծվածք ձախափի վրա, որը կարող էր լինել պատահական կամ արված որևիցե սուր առարկայով։ Արդյոք ինչ-որ մեկը վերցրեց արյան նմուշ Հովանեսից ծիսակարգային նպատակով։ Հայկական մութ հավատալիքներում կա պատկերացում, որ եթե վերցնես մարող մարդու արյունը եւ խաչիկը միասին, կարող ես փոխանցել նրա հոգու բեռը մեկ ուրիշին։ Արդյոք ինչ-որ մեկը փորձում էր փոխանցել Հովանեսի մեղքը ուրիշ տեղ կամ ընդհակառակը, կապել նրա հոգին մի վայրում, որպեսզի նա երբեք չգտնի հանգիստ։ Ամենուրեք կար մի անտեսանելի ձեռք, որը ջնջում էր հետքերը, շփոթեցնում էր ճանապարհները, թաքցնում էր ճշմարտությունը։ Ով էր այդ ուժը, որը տասնամյակներ շարունակ վերահսկում էր Զանազանյանների ողբերգությունը, մինչև վերջին արտաշնչումը։ Եվ արդյոք խաչիկի անհետացումը եւ հետագա գտնվելը եղան վերջին նախազգուշացումը բոլոր նրանց համար, ովքեր փորձեին բացել այդ գաղտնիքը, որ մի ուժեր կան, որոնք դեռևս ուժեղ էր եւ պատրաստ են ամեն ինչ անել, պահպանելու լռությունը։ 1998 թվականին, երբ Հայաստանի ազգային արխիվները սկսեցին կազմակերպվել անկախությունից հետո, մի պատահական գործակալ գտավ փաթեթ, որը կնքված էր եղել հատուկ կարմիր մոմով եւ նշված չբացել մինչեւ 2030 թվականը։ Բայց քանի որ համակարգը քայքայված էր եւ հին կանոնները այլևս չէին գործում, արխիվիստ Հրանտ Սարգսյանը որոշեց բացել։ Ներսում եղել է մի հաստ թուղթ 35 էջ, գրված ձեռագրով հին ռուսերենով։ Վերնագիրը կարդում էր. համաձայնագիր հատուկ ծառայության մասին, Զանազանյան Հովանես Հարությունի։ Հրանտը սկսեց կարդալ եւ սառեց։ Փաստաթուղթը թվագրված էր 1958 թվականի դեկտեմբեր 18, ճիշտ մեկ շաբաթ անց Լևոնի հոգեբուժարան տեղափոխվելուց հետո։ Համաձայնագիրը ստորագրված էր 12 տարեկան Հովանեսի եւ 3 պաշտոնյաների կողմից՝ սպորտի կոմիտեի ներկայացուցիչ, ներքին գործերի բաժնի սպա եւ երրորդ անձ, որի պաշտոնը նշված էր միայն որպես հատուկ լիազորված։ Համաձայնագրի պայմանները սարսափելի էին։ Հովանես Զանազանյանը պարտավորվում էր. 1. Երբեք չհիշատակել իր եղբոր անունը հանրային տարածքում։ 2. Տրամադրել տեղեկություններ պետությանը, եթե նրա մարզական կամ արտասահմանյան շփումներում հանդիպեն կասկածելի անձինք։ 3. Ընդունել, որ նրա հաջողությունները պատկանում են խորհրդային պետությանը եւ ոչ թե անհատական տաղանդին։ 4. Հրաժարվել ամուսնությունից առանց պետական թույլտվության մինչև 25 տարեկանը։ 5. Հրաժարվել ազատության, լքել երկիրը առանց հատուկ թույլտվության։ Փոխարենը նրան խոստանում էին. Լևոնը կստանա բուժում եւ կազատվի, երբ բժիշկները որոշեն, որ նա այլևս վտանգ չի ներկայացնում հասարակությանը։ Բայց ամենասարսափելին պետուսադրույթի 6-րդ կետն էր։ Եթե Հովանես Զանազանյանը խախտի այս համաձայնագրի գաղտնիությունը կամ որևէ կետը, Լևոն Զանազանյանի բուժումը կդադարեցվի անմիջապես եւ նա կփոխադրվի հատուկ ռեժիմի հիվանդանոց, որտեղից ազատում չի նախատեսվում։ Սա չէր պարզապես պայմանագիր։ Սա էր գերությունը, կնքված թղթի վրա։ 12 տարեկան տղայի ստորագրությունը, դողացող, անհմուտ, փրկում էր եղբոր կյանքը, բայց դատապարտում էր իրեն ամբողջ կյանքի ստրկության։ Արդյոք Հովանեսը հասկանում էր, թե ինչ է ստորագրում։ Արդյոք նրան բացատրեցին, որ այդ թուղթը նշանակում է, որ նա երբեք չի լինի ազատ մարդ։ Թե նրան ասացին պարզապես. ստորագրիր եւ քո եղբայրը կապրի։ Համաձայնագրի ներքևում կար նաև ծնողների ստորագրությունը, Հարություն եւ Մարիամ Զանազանյաններ, որոնք ընդունում էին պայմանները իրենց որդու անունից։ Սրանք էին նույն ծնողները, որոնք հետագայում երբեք չխոսեցին Լևոնի մասին։ Արդյոք նրանք ստիպված էին ընտրել, թե նրանք ինքն իրեն համաձայնեցին զոհաբերել մեկ որդուն, փրկելու համար մյուսին։ Եվ եթե նրանք համաձայնեցին, ապա ինչպիսի սպառնալիքներ էին արվել նրանց, որ նրանք ընդունեցին այդպիսի անմարդկային ընտրություն։ Հրանտը պատճենեց փաստաթուղթը եւ փորձեց տալ լրատվամիջոցներին, բայց 3 խոշոր թերթ հրաժարվեցին հրապարակել։ Նրանք ասացին, սա չափազանց զգայուն նյութ է։ Մենք չենք կարող քննադատել նախկին համակարգը առանց համոզիչ ապացույցների, որ փաստաթուղթը իսկական է։ Բայց ամենաթեհ իրականում նրանք վախենում էին։
քանի որ այն 3 պաշտոնյաները, ովքեր ստորագրել էին համաձայնագիրը, երկուսը դեռ ապրում էին 1998 թվականին եւ զբաղեցնում էին բարձր պաշտոններ նոր անկախ Հայաստանում։ Մեկը դարձել էր բարձրաստիճան դատավոր, մյուսը խորհրդական նախագահի ընտրական թիմում։ Նրանք փոխել էին համակարգը, բայց չէին փոխվել իրենք, եւ նրանք ուներ իշխանություն լրացնելու ցանկացած ձայն, որը սպառնում էր նրանց անցյալը բացահայտել։ Միայն մի փոքրիկ անկախ թերթ, ժողովրդական բարեկամ, համաձայնեց հրապարակել պատմությունը։ Հոդվածը դուրս եկավ 2000 թվականի մարտին, վերնագրով «Ֆուտբոլային լեգենդը ապրել է գաղտնի ստրուկ պետության»։ Հոդվածը պարունակում էր համաձայնագրի լուսանկարը եւ Հրանտի մեկնաբանությունները։ Հետազոտողներն էին ակնկալում հսկայական արձագանք, բայց ստացան լռություն։ Ոչ մեկ մեծ լրատվամիջոց չբարձրացրեց թեման, ոչ մի քաղաքական գործիչ չմեկնաբանեց։ Կարծես ամբողջ հասարակությունը որոշել էր, որ ավելի լավ է չիմանալ։ Բայց մի մարդ արձագանքեց։ 2 շաբաթ անց Հրանտ Սարգսյանը հայտնաբերվեց իր բնակարանում, ծանր ծեծված։ Նա տեղափոխվեց հիվանդանոց, կոտրված կողոսկրերով եւ ուղեղի ցնցումով։ Երբ նա գալիս էր գիտակցության, լրագրողները հարցրին. «Ով արեց սա»։ Հրանտը ասաց միայն. «Նրանք ասացին, հաջորդ անգամ չեմ արթնանա, եթե շարունակեմ փորել»։ Ոստիկանությունը քննեց գործը 3 ամիս եւ փակեց, ասելով, որ ապացույցներ չկան։ Հրանտը երբեք չվերադարձավ արխիվիստի աշխատանքին։ Նա հեռացավ Հայաստանից եւ բնակվեց Ռուսաստանում, որտեղ մինչեւ հիմա ապրում է անանուն կյանքով։ Համաձայնագրի բնօրինակը անհետացավ արխիվից։ Պարզապես չկա, կարծես երբեք չի եղել այնտեղ։ Միայն Հրանտի պատճենը մնաց, թաքնված ինչ-որտեղ, որտեղ նա պահում է այն որպես ապահովագրություն սեփական կյանքի համար։ Այս համաձայնագիրը բացատրում էր ամեն ինչ։ Այն բացատրում էր, թե ինչու Հովհաննեսը երբեք չխոսեց Լևոնի մասին, թե ինչու նա ամուսնացավ միայն 26 տարեկանում, 1 տարի ուշ, երբ համաձայնագրի ժամկետը լրացավ, թե ինչու նա երբեք չհեռացավ երկրից, նույնիսկ երբ նրան հրավիրեցին խաղալ եվրոպական ակումբներում, թե ինչու նա վախճանից առաջ ասաց. «Ես ապրել եմ ոչ թե իմ կյանքը, այլ այն կյանքը, որը նրանք թույլատրեցին ինձ ապրել»։ Հովհաննես Զանազանյանը չէր հերոս, ով ընտրեց փառքը։ Նա էր գերի, ով ստիպված էր խաղալ իր դերը, իմանալով, որ ամեն մի սխալ քայլ կարող էր արժանալ եղբոր կյանքին։ Բայց ամենատխուր հարցը մնում էր. արդյոք Լևոնը գիտեր այդ համաձայնագրի մասին։ Արդյոք նրան ասացին, որ եղբայրը ստորագրել է իր ազատությունը քո անվամբ։ Թե Լևոնը ողջ կյանքը կարծում էր, որ Հովհաննեսը պարզապես լքել էր իրեն, ընտրելով փառքը ընտանիքի նկատմամբ սիրո փոխարեն։ Եթե Լևոնը չգիտեր ճշմարտությունը, ապա նրա ատելությունը Հովհաննեսի հանդեպ եղավ անարդար եւ ողբերգական սխալ։ Իսկ եթե նա գիտեր, ապա նրա տառապանքը եղավ կրկնակի, իմանալով, որ սեփական գոյությունը դարձել է շղթա, որը պահում է եղբորը ստրկության մեջ։ Յուրաքանչյուր մարդ, որը կարդաց այդ համաձայնագրի մասին, պետք է հարցներ տար իրեն. ինչ կընտրեի ես այդ իրավիճակում։ Կստորագրեիս այդպիսի թուղթ, փրկելու համար սիրելի մարդուն։ Կապրեիս ամբողջ կյանքը մեղքի տակ, իմանալով, որ ամեն հաջողություն պատկանում է ոչ թե քեզ, այլ համակարգին, որը վերցրեց քո ազատությունը։ Հովհաննեսը ապրեց այդ կյանքը։ Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր խաղ, յուրաքանչյուր հաղթանակ, հիշելով, որ նա ոչ թե հերոս է, այլ կերպարանք, որը կրում է համակարգը, թաքցնելու համար իր իսկական դեմքը։ Համաձայնագրում կար նաև մեկ վերջին կետ, կետ 7, որը գրված էր փոքրատառ տառերով ներքևում։ Այս համաձայնագիրը կարող է վերանայվել միայն հատուկ լիազորվածի թույլտվությամբ եւ ենթակա է ավտոմատ երկարացման, եթե անձը շարունակում է ծառայել պետական շահերին։ Դա նշանակում էր, որ Հովհաննեսի ստրկությունը երբեք վերջ չուներ տալիք։ Նա կարող էր մահանալ միայն որպես գերի, նույնիսկ եթե շղթաները անտեսանելի էին։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Բայց կար մեկը, ով գիտեր ամբողջ ճշմարտությունը եւ երբեք չխոսեց, մինչեւ հիմա։ Մարինե Զանազանյանը, Լևոնի դուստրը, որը առաջին անգամ հանդես եկավ 2000 թվականին, վերջապես համաձայնեց տալ վերջնական հարցազրույց 1218 թվականին, երբ նրա սեփական կյանքը մոտենում էր ավարտին։ Նա հավաքեց փոքր խումբ հետազոտողների իր տանը Գորիսում եւ բացեց մի տուփ, որը պահել էր կնքված 18 տարի։ Ներսում կային նամակներ, տասնյակ նամակներ, որոնք Հովհաննեսը գրել էր Լևոնին, բայց երբեք չուղարկել։ Մարինեն ասաց. հայրս ասաց ինձ, որ Հովհաննեսը եկավ մեր տուն 2013 թվականին, մեկ անգամ, վերջին անգամ։ Նա բերեց այս տուփը եւ ասաց.
Լևոն, ես գրել եմ քեզ նամակ ամեն տարի, սկսած 1962 թվականից, բայց երբեք չարձակեցի դրանք, որովհետև եթե նրանք գտնեին, քեզ կտանջեին ավելի։ Հիմա ես ազատ եմ, որովհետև համաձայնագիրը կապված էր մինչև իմ մահը, բայց մահը արդեն մոտ է, եւ ես ուզում եմ, որ դու իմանաս, ոչ մի օր ես չմոռացա քեզ։ Լևոնը ընդունեց ստուփը, բայց չբացեց այն Հովանեսի ներկայությամբ։ Նա ասաց միայն. «Եղբայր, ես նախապատասխանեցի քեզ 30 տարի առաջ, երբ հասկացա, որ դու գերի ես, ոչ թե արևու արևանցը։ Բայց ես ատում եմ ոչ թե քեզ, այլ նրանց, ովքեր ստեղծեցին այս համակարգը»։ Հովանեսը լաց եղավ եւ փորձեց գրկել եղբորը, բայց Լևոնը հրաժարվեց։ Նա ասաց. «Մենք չենք կարող գրկվել այստեղ, որտեղ պատերը ունեն ականջներ։ Բայց երբ մենք երկուսս էլ հեռանանք այս աշխարհից, այնտեղ որտեղ չկան համաձայնագրեր եւ շղթաներ, մենք կվերամիավորվենք որպես եղբայրներ, ինչպես եղել ենք մինչև նրանք բաժանեցին մեզ»։ Երկու եղբայրները երբեք չտեսնվեցին դրանից հետո։ Հովանեսը վախճանվեց 2 տարի անց, իսկ Լևոնը 1 տարի հետո։ Բայց Մարինեն պատմեց, որ երբ հայրը մահանում էր, նա բացեց ստուփը եւ կարդաց բոլոր 51 նամակները։ Նա կարդաց մինչև վերջին արտասուքը եւ հետո ժպտաց, առաջին անգամ երկար տարիներից։ Նա ասաց. «Մարինե, ասա աշխարհին, որ Հովանեսը սիրել է ինձ ամեն օր, եւ ես սիրել եմ նրան։ Եվ մեր սերը ավելի ուժեղ էր, քան ցանկացած համակարգ կարող էր կոտրել։ Նրանք վերցրին մեր մարմինները, բայց ոչ մեր հոգիները։ Եվ այդ նամակները ապացույցն են, որ սերը կարող է գոյատևել նույնիսկ ամենասարսափելի բանտում»։ Բայց ով էր այդ հատուկ լիազորվածը, ում ստորագրությունը կարդալ չէր հաջողվում համաձայնագրում։ Ով էր այն մարդը, որը ստեղծել էր այդ համակարգը եւ պահել իշխանությունը տասնամյակներ շարունակ։ Արդյոք նա դեռևս ապրում է, ծերացած, բայց անպատիժ։ Թե արդարությունը վերջապես հասավ նրան այլ ձևով, այն դատարանում, որտեղ չկան կաշառք եւ ազդեցություն։ Եվ ամենակարևոր հարցը. քանի այլ ընտանիքներ կան, որոնց նման համաձայնագրեր ստորագրվել են եւ որոնց պատմությունները դեռ թաղված են արխիվների խավարում, սպասելով օր, երբ վերջապես լույսը կընկնի նրանց վրա եւ կբացահայտվի այն ահավոր ճշմարտությունը, որ համակարգը խաղաց մարդկանց հետ ոչ թե որպես քաղաքացիների, այլ որպես ճու խաղաքարերի, տեղափոխելի, ջախջախելի, ոչնչացվելի, երբ անհրաժեշտ է։ Բայց պատասխանը եկավ անսպասելի կողմից։ 2019 թվականին մի ծեր մարդ, 91 տարեկան, որը բնակվում էր Թբիլիսիում, ուղարկեց նամակ Հայաստանի մարդու իրավունքների հանձնաժողով։ Նա ներկայացավ որպես Արամ Խաչատրյան, նախկին պաշտոնյա սպորտի կոմիտեից։ Նամակում նա խոստովանեց, որ նա եղել է այն 3 մարդկանցից մեկը, որը ստորագրել էր Հովանեսի համաձայնագիրը։ Նա գրեց. «Ես տարեցել եմ եւ մոտենում եմ մահվանը, եւ չեմ կարող տանել այլևս այդ մեղքը։ Ես պետք է ասեմ ճշմարտությունը։ Մենք ստիպեցինք 12 տարեկան երեխային ստորագրել իր ազատության հրաժարումը։ Մենք սպառնացինք, որ եթե նա չստորագրի, 2 եղբայրներն էլ կհեռացվեն եւ ընտանիքը կքանդվի։ Մենք ստեցինք, երբ ասացինք, որ Լևոնը կազատվի։ Մենք երբեք չէինք պատրաստվում ազատել նրան։ Լևոնը զոհաբերվեց օրինակ ստեղծելու համար, ցույց տալու բոլորին, թե ինչ է պատահում նրանց, ովքեր ունեն կասկածելի ընտանեկան ֆոն։ Հովանեսը զոհաբերվեց տարբեր ձևով, վերածվելով ապացույցի, որ համակարգը կարող է վերցնել ցանկացած մեկին եւ դարձնել իր գործիքը։ Արամը բացահայտեց նաեւ հատուկ լիազորվածի անունը։ Դա եղել է Վահագն Մանուկյան, բարձրաստիճան ծառայող ՆԿՎԴ-ից, ով վերահսկում էր մշակութային եւ սպորտային հատվածը Հայաստանում 59-րդ թվականներից մինչև 79-րդ թվականները։ Մանուկյանը վախճանվել էր 1989 թվականին, բնական մահով, անպատիժ, պատվավոր։ Նրա թաղմանորը եղել է պետական տոն, պաշտոնական անձինք ասել են գովաբանություններ եւ ոչ ոք չհիշեց տասնյակ կյանքերը, որ նա կործանեց։ Արամը գրեց. «Մանուկյանը ասում էր մեզ. մարդիկ գործիքներ են, եւ մենք պետք է կառավարենք դրանք, ինչպես հովիվը կառավարում է հոտը։ Ով չի հնազանդվում, պետք է հեռացվի։ Ով կարող է օգտակար լինել, պետք է օգտագործվի մինչև վերջին շունչը»։ Արամը խնդրեց ներողություն, բայց ասաց, որ ներողությունը պետք է գա ոչ թե նրանից, այլ համակարգից, որը ստեղծեց այդպիսի հրեշների համար միջավայր աճելու։ Հանձնաժողովը ստացավ նամակը, բայց չկարողացավ հարցաքննել Արամին, քանի որ նա վախճանվեց 2 շաբաթ անց նամակն ուղարկելուց հետո։ Ըստ պաշտոնական տվյալների, սրտի կանգ։ Բայց նրա դուստրը պնդում էր, որ հայրը վերջին շաբաթները ստանում էր սպառնալից հեռախոսազանգեր,
անծանոթ ձայներից, որոնք ասում էին. «Ձեր մարդը պետք է իմանա, երբ պահել լռությունը»։ Արամի մահից հետո նրա բնակարանը թալանվեց, եւ նամակի բնօրինակը, որը նա պահել էր որպես պատճենաբանություն, անհետացավ։ Միայն այն օրինակը, որը նա արդեն ուղարկել էր հանձնաժողով, մնաց որպես ապացույց։ Արամի խոստովանությունը եղավ վերջին մեծ բացահայտումը Զանազանյանների գործում։ Այն հաստատեց, որ Հովհաննեսը եւ Լևոնը եղան զոհեր պլանավորված համակարգի, որը հաշվարկում էր մարդկային կյանքերը որպես միջոց քաղաքական վերահսկողությանը։ Այն հաստատեց, որ Հովհաննեսի փառքը եղավ կեղծ, կառուցված ստիպողության վրա, ոչ թե ազատ ընտրության։ Եվ այն հաստատեց, որ Լևոնի տառապանքը եղավ ոչ թե բժշկական անհրաժեշտություն, այլ քաղաքական հրաման, արված սառն գծից, որը չճանաչում էր գութ կամ մարդկություն։ Բայց նույնիսկ այդ խոստովանությունից հետո արդարություն չտիրեց։ Մանուկյանը մահացել էր, Արամը մահացել էր, երրորդ ստորագրողը երբեք չգտնվեց։ Համակարգը փլուզվել էր, բայց նրա մարդիկը ապրում էին հանգիստ կյանքով, թաքնված նոր կառույցների ետևում։ Եվ Զանազանյանների ընտանիքը մնաց բեկորված, երկու եղբայրներ, որոնք սիրում էին միմյանց, բայց երբեք չկարողացան միասին ապրել այն կյանքը, որը նրանք երազել էին 59-րդ թվականի այն պայծառ առավոտները, երբ նրանք վազում էին դեպի մարզադաշտ, ձեռք ձեռքի տված, երկու հոգի, մեկ երազանքով։ 66 տարի անց, 2021 թվականին, Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիան որոշեց տեղադրել հուշատախտակ Սպարտակի հին մարզադաշտում, Հովհաննես Զանազանյանի պատվին։ Արարողության օրը եկան հարյուրավոր մարդիկ, նախկին թիմակիցներ, երկրպագուներ, պաշտոնյաներ։ Բայց եկավ նաև մի կին, 79 տարեկան, որը կանգնեց հեռվից եւ լուռ արտասվեց։ Դա Մարինե Զանազանյանն էր, որը տարել էր երկու լուսանկար, մեկը Հովհաննեսի, մեկը Լևոնի, երկուսն էլ 12 տարեկան, նույն մարզական հագուստով։ Երբ արարողությունն ավարտվեց, նա մոտեցավ հուշատախտակին եւ դրեց երկու լուսանկարներն էլ ծաղիկների կողքին։ Ինչ-որ մեկը փորձեց հեռացնել Լևոնի լուսանկարը, ասելով, որ այդ հուշատախտակը միայն Հովհաննեսի համար է։ Բայց Մարինեն բռնեց նրա ձեռքը եւ ասաց. «Այս հուշատախտակը պատկանում է երկու եղբայրներին, որովհետեւ Հովհաննեսի հաջողությունը եղավ Լևոնի զոհաբերության արգասքը։ Եվ եթե դուք ուզում եք պատվել մեկին, պետք է հիշեք մյուսին»։ Ժողովուրդը լռեց, եւ ոչ ոք այլևս չհամարձակվեց շոշափել լուսանկարը։ Այդ օրից հետո ամեն տարի հոկտեմբերի 4-ին Հովհաննեսի մահվան օրը անծանոթ մարդիկ գալիս են եւ թողնում երկու ծաղկեփունջ, մեկը Հովհաննեսի անվան տակ, մեկը Լևոնի լուսանկարի կողքին։ Ո՞վ են այդ մարդիկը։ Նախկին թիմակիցներ, ովքեր հիշում են ճշմարտությունը, մարդիկ, ովքեր ինքնին տուժել են նույն համակարգից, թե պարզապես բարի հոգիներ, որոնք հասկանում են, որ արդարությունը երբեմն կարելի է արտահայտել միայն լուռ բողոքով։ Երկու ծաղկեփունջ, որոնք հիշեցնում են, որ պատմությունը գրվում է հաղթողների կողմից, բայց ճշմարտությունը պատկանում է զոհերին։ Բարեկամներ, ձեզ համար հարց. ինչպես եք դուք վերաբերվում Հովհաննես Զանազանյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը կոտրեց նրա կյանքը եւ վերցրեց նրա եղբորը, թե նա ինքը մեղավոր է, որ ընդունեց այդ պայմանները եւ ապրեց փառքով, մինչ եղբայրը մարում էր մութ պալատում։ Արդյոք սերը, որը նա ցույց տվեց գրելով 51 նամակ, բավարար է ներելու համար այն, որ նա երբեք չկանգնեց հրապարակավ եւ չպայքարեց համակարգի դեմ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք ձեր քաղաքում հիշում են այդ պատմությունը, եւ արդյոք դուք հավատում եք, որ արդարությունը երբևէ կգա նրանց համար, ովքեր տուժել են լռության ու վախի ժամանակներում։ Սեղմեք հավանում, եթե կարծում եք, որ ճշմարտությունը պետք է բացահայտվի, եւ բաժանորդագրվեք, որպեսզի չբաց թողնեք հաջորդ պատմությունները այն մարդկանց մասին, որոնց անունները փորձեցին ջնջել, բայց որոնց հիշողությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած համակարգ։